Շնորհակալ եմ շատ։ Չէ, բայց դե չէ էլի։ Դե վարչապետը պետք է զգա խաղաղության քաղցրությունը։ Ինձ եւ ձեզ քյաբաբ չի կարել։ Ես կուտեմ քյաբաբները։ Վերու Հայկական սրտերով։ Խիա կառավարությունը խլում Դանիել Օհաննիսյանի հացը։ Բարև ձեզ եթերում Arm Comedy-ն է, դատելով եղանակից որ փետրվարի վերջի Arm Comedy-ն, բայց չէ, ընտրություններին 2 ամսից քիչ է մնացել։ Այնպես որ միացեք Patreon-ին, որովհետև եթե այսօր միանաք կիմանաք լուր, որը դեռ ոչ մեկ չգիտի առաջինը, այո, ինտրիգ եմ մտնում, կիմանան մեր պատրոնները ինչա սպասվում մեզ ընտրությունից առաջ։ Մի հոյակապ լուրա, վсё, մնացածը պատրոնը միանացել, իսկ եթե ուզում եք առաջինը ստանալ ձեր արմատորան, ապա GTB Steel-ը հենց տեղ ամրագույն արմատորան Ձուլումա Հայաստանում։ Զարկ տվեք ձեր շնարհության արմատուրաներով, որոնց պետք չի սպասել երկար, GTB Steel-ը հենա, կողքնա։ Չէ, FedEx-ով միջև գան արմատորանները։ Մի հատ ակնհայտ գովազդանենք ու անցնենք առաջ։ Այսօր ներդրումներ անելը շատ հեշտ է։ Չգիտեմ ում համար է ոնց, բայց Fast Bank-ի հաճախորդների համար իրոք հեշտ է։ Առաջ ներդրումներ անելը իրենից ներկայացնում էր բանկ գնալ, ժամերով սպասել, ինչ որ լիքը թղթեր հավաքել, սպասել այդ թղթերը հաստատվեն, այդ ներդրումների 10% ինչ որ թղթեր ստորագրել ու հետո շատ կարևոր է այդ թղթերը չկորցնել։ Շատերս էլ այսքան բան չանելու համար մեր խնայողությունները պահում ենք դոշակի տակ։ Բայց ժամանակները փոխվել են ու հիմա խնայելու համար ընդամենը պետքա բացել Fast Bank Mobile հավելվածը։ Ավանդ, Պարտատոմս, ընտրում ենք ժամկետը, արժույթը ու ներդնում։ Հա, նույնիսկ պարտատոմսերը, նենց որ սկսեք խնայել ավելի հեշտ։ Խնայելու ամբողջ ընթացքում էլ թղթեր պահել պետք չի, ձեր իսկ հեռախոսում տեսեք ձեր բոլոր ներդրումների բոլոր տվյալները, վերջ։ Իսկ եթե ինչ որ պատճառով Fast Bank-ի հաճախորդ չեք, ապա դա էլ խնդրեմ չի։ Online դառնում եք հաճախորդ ու այդ ամեն չանում է։ Բա։ Բան չի մնում ընտրություններին ու իմ քաղաքական հոտառությունը ինձ հուշում է, որ հեսա կսկսեն արդեն հանրահավաքները։ Դա քո քաղաքական հոտառությունն է, թե տեսել ես ուժեղ Հայաստանի հանրահավաքը։ Իմ հոտառությունը ավելի շուտ էր, բայց հա, հետո նաև եղավ հանրահավաքը ու սկզբից եկեք տեսնենք ուժեղ Հայաստանի հանրահավաքը վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի աչքերով։ Ալուգացի Սամոյի պատմական հանրահավաքը, ասեղ գցելու տեղ չկա։ Դե լավ, Տարոն ջան, ախր սիրուն չի, ախր ակնհայտորեն մի քիչ ուռճացնելու հակառակը ո՞րն է։ Թսկացնում։ Հա, ակնհայտ ով ողջամիտ պետքա նայի այս հանրահավաքը ու մտածի, արա հա, էլ էս ինչ ճիշտ տեղեկությունն է տվեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Ու вообще խիա կառավարությունը խլում Դանիել Օհաննիսյանի հացը, չէ որ հանրահավաքի մասին մենք պետքա իրազեկ քաղաքացիների միավորումից, որտեղ նրանք իրազեկ են, անվան մեջ է դա։ 18:05-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում եւ հարակից հատվածներում գտնվել է շուրջ 12,500 մարդ։ Այ Դանիելենք ավելի բիթի են, ասում են 18:05-ի դրությամբ։ Իսկ բուն ուժեղ Հայաստան ինչքան է ասում։ Ուժեղ Հայաստանից շատ ավելի հուսալի աղբյուր կա։ 40,000 մարդ է մասնակցել հանրահավաքին, ըստ Փաստ թերթի։ Հասկացար, ըստ Փաստ թերթի։ Դե եթե ըստ Փաստ թերթի։ Արա, էսի какой-нибудь կարծիք թերթը չի կամ տեսակետ լրատվական է, Փաստ, das ist Փաստ։ Դե ես գիտեմ, որ առնվազն 6 հոգի մասնակցել են ու մի հատ էլ նկարվել գցել են, որ հաստատ մասնակցել են։ Okay, պարոն Աշոտյան։ Հայ։ Ես հիշեցնեմ, որ ձեր վարկանիշը այդքան լավը չի, ոնց որ 12 թվականին կամ 17 թվականին, հիմա այնքան է, որ նույնիսկ 21 թվականի ընտրություններին դուք անցել եք սուբվենցիոն ծրագրով, նենց որ գուցե այդքան լավ միտք չի աջակցելը։ Դե ամեն դեպքում Աշոտյանի ներկայությունը չվրիպեց նախկինում Խոչարյանի աջակից, հիմա պրոիշխանական թրոլագրողի աչքից։ Եկել եք ինչ անեք էստեղ։ Եկել եք ինչ անեք։ Նորից եք ուզում թալանել։ Եք ես ծխելուն, գիտեք։ Նորից եք ուզում թալանել։ Անգարում եք ես ծխելուն։ Ում եք պաշտպանում։ Փախչում եք ինձանից։ Ինձանից փախչում եք, պարոն Աշոտյան։ Իրականում զզվում եմ։
Շատ սրտանց ասեց Աշոտյանը։ Վերու, բայց անցնենք օրվա կարևոր ինտրիգին, Սամվել Կարապետյանը պետքա դիմեր հավաքվածներին։ Տեսա ուղերձով պետքա դիմեր, որովհետև ինքը դեռ կալանքի տակ, այն պատճառով որ ասել է, որ ձեր հարցը պետքա լուծենք մեր ձևով, մի խոսքով, բայց այս անգամ պետքա դիմեր առանց AI-ի, այլ հենց ինքը։ Նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։ Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական հայկական սրտերով։ Ահա, այս անգամ առանց AI-ի։ Բայց հաստատ AI չէր, ինչ ասում փաստ թերթը։ Արա, первый рук ինֆորմացիա է։ Ելույթը իրական նկարահանված էր, թե կրկին AI-ով էր գեներացված։ Իրական։ Factor TV կարողա watermark-երը մի քիչ քչություն են անում, ասես հələ ինչ որ բան տեսնում ենք, դրա համար պետք է մի քիչ շատացնել, բայց կարևորը դուք բացահայտեցիք ինտրիգը, այո, AI չկար։ Это был настоящий Карапетян. Вообще AI նենց տրենդ ա դարել, որ նույնիսկ Դոնալդ Թրամփը երեք սենց բան ա գցել։ Համեստ, ջրի վրա վլը չի քայլել։ Չէ, փոխարենը ուղակի ջուրը սպիտակտան դարձրել է գինի, կրանը բացում ես գինին հոսում ա ու հոսում։ Բայց հովեդի ալկոյի զանգու իրանց մոտ չի հոսելու, որտեվ էսի հլեն հին ձևերով ա պատրաստած, էսի խաղողից ա, պատկերացնում ես։ Առաջի անգամ ես դու լսում, վախենամ թե ինձ քիչ լցնես։ On։ Ну все, я не пищу։ Արի խմենք Տրամպի համեստության կենացը։ Այո, համեստության եւ խոհեմության։ Վերադառնանք հանրահավաքին։ Դու Տրամպին բերիր մեջ գցիր։ Բաժակը դուրա։ Միասին մենք ուժեղ տնտեսությամբ, ուժեղ դիվանագիտությամբ, ուժեղ բանակով կբերենք ուժեղ ու կայուն խաղաղություն եւ բարեկեցիկ կյանք։ Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին։ Իսկ ես ծառայելու եմ իմ երկրին։ Всё, ուժեղ բառնել քաղաքականացվեց, ես հիշեցնեմ, որ մենք արդեն կորցրել ենք դուխով բառը, բարգավաճ, հին ընկեր ու հիմա էլ ուժեղ։ Դու չէ, էդի հուսով եմ հետո կվերա, էդի ձեզ լիզինգով ենք տալիս, որոշ ժամանակով, բայց հայ, մի հատ էլ ծրագրային, բովանդակային բաներ, անելիքներից։ Նախընտրական խոստումների ծաղկաքաղ։ Որը նման է գոռոզության, մասսայական առողջության ապահովում մեր երկրում։ Հարևան երկրներից մեկում բարձրագույն կրթությունը այս տարի դարձել է անվճար։ Մեր քաղաքները ամեն տարի պետք է փոխվեն։ Մեզ պետք է 21-րդ դարի քաղաքներ, մեր երազանքների պիկը, ինչ մեզ փորձում են հրամցնել։ Համարձակություն պետք է ունենանք։ Համարձակություն ունենանք, ուզենք ավելին մեր երկրի համար։ Շատ խոստումներ են, բայց այն իշխանական են թրոլագրողը չմոռացավ են հին խոստումներից մեկը։ Կոնկրետ որը։ Սեքսի նախարարության նախարար ով ա լինելու։ Լավ, եկեք հիմա լրջանանք։ Կա իշխանական ծրագիրը, կա ընդդիմության ծրագիրը, լավ կլներ, որ այդ երկու ծրագրերը ինչ որ ձև իրար բախվեին։ Նկատի ունես բանավեճ։ Հա, որովհետև վիճելու ընթացքում ասում են ծնվում է ճշմարտությունը։ Այ եթե լիներ ինչ որ մի հերոստանգերություն, որը հրավիրեր բոլոր կողմերին, ինչքան հանրային օգուտ կլեր։ Հանրային հերոստատեսություն ելներ։ Բարի երեկո, եթերում մեզ բանավեճն է։ Հիմա ստեղ կբախվեն մտքերը, կհնչեն վերջապես ժողովրդին հուզող հարցերը, կմտածեք դուք։ Բայց ամբողջ 58 րոպեների ընթացքում հնչեց ընդամենը մեկ հարց։ Արդյոք օքեյ է հանել անձնանունը, թե օքեյ չի վերջի րոպեին հանել անձնանունը։ Հարց, որի պատասխանը, ասեմ, հանրությանը վաբշե չի հետաքրքրում։ Հարց, որը նույնքան անհետաքրքիր է ժողովրդի հոգսերի տեսանկյունից, որքան օրինակ այս հարցը։ Ինչ երաժշտություն եք լսում դուք։ Վերջինը Coldplay։ Չլսես Coldplay։ Ավելի դասական դարձած օպերաշցան, ադե դուրս է գալիս Dua Lipa։ Ոչ թե երաժշտություն։
Նաև Dua Lipa-ն տենց Որպես մարդ, որպես վառ անհատականություն։ Հա, ու ոչ ոք թիմից շուշեց, որ գուցե այդքան լավ մինչ չի տալ հենց ալբանացի երգչու անունը, բայց լավ, մենք վերադառնանք Բանավեճին։ Բանավեճը միանգամից գնաց հին նախկինազավրոտ հունով։ Ես անկեղծ չգիտեմ, ինձ թվում է դուք պետք է մեզ օգնեք այդ հարցում, որպես Սերժ Սարգսյանի բազմամյա թիմակից ինձ թվում է կասեք Սերժ Սարգսյանը Սերժ Սարգսյանը կես տարի աշխատել Սերժ Սարգսյանի հետ 1.5 տարի հետաբար ես ձեզ ուշեմ դրանով Սերժ Սարգսյանի հետ հատկապես ճշտեք Սերժ Սարգսյանից Մոնտե Կարլոյի մեր ավելի լավ վրիպակները ուղում թե փորձում էր ուղղել հետ գալու ճանապարհին։ Okay, քանի քպում չի հասել դաշնակցության 004 շրջանբերականին։ Նայեք, հազիվ քպը ուժեղ Հայաստան միտեղ հավաքել է, կարելի է ինչ-որ օգտակար կոնտենտ ստեղծել։ Միանշանակ, օրինակ ումա հասնելու քաբաբները։ Հիմա քաբաբ եք բաժանում։ Ասма բնամթերք բաժանելը մարդու մեջից չես կարող անել։ Երկուսս այդ դիետայի վրա ենք ինձ եւ ձեզ քյաբաբ չի կարելի։ Ես կուտեմ քաբաբները, քաբաբները։ Ղազարյանս անձնազոհաբար ուդարը իրա վրա վերցրեց։ Իրա վրա վերցրեց, որը լիկվիդ դարձնելու է, քյաբաբից մենակ բնա թողելու։ Մի պա ինչ թաքցնեմ, մեղքես ինձ էլ թվաց, որ ինչ որ հույսի շող կա, որ կարող է ինչ որ մտքերի բախում լսենք այս բանավեճի ընթացքում։ Արա քյաբաբից ես ինչ-որ մնա, պետք է քն մնա, ոչ թե բն, որտեվ Քյաբաբը պոչից է ուտում։ ինքը պոչ չունի։ Չնայած արա։ Ինքը պրոստը ես ենթադրում եմ Մասնագետի պիտի դիմենք։ Ինձ թվում է մենակ Պետրոսը կարես հարցի։ սովորաբար առաջի տարն է մնում մենակ էլի։ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը քաղաքական ծրագիր ունեն, ոչ թե հեքիաթներ։ Այն հեքիաթները, որ դուք եք կարդում, հանրապես չի լսվում։ Ստել ու կեղծիքներ թույլ տվել, անգամ նախընտրական խոստումների ու ծրագրերի մակարդակով 21 մի հատ հնարավորություն ունեցաք 18 թվականից հետո ստացաք ժողովրդի քվեն։ Երկրորդ հնարավորություն ունեցաք 21 թվականին ու հենց այս պահին գործող կառավարության ծրագրում ինչ էիք ասում, ասում եք ժողովուրդ մեզ ընտրեք, որ Արցախը մնա, ինքնորոշման իրավունք տանք։ Ու սա դեռ մեր վերլուծական թիմը փորձել է բովանդակային մասը գտնել բանավեճի։ Եթե հանկարծ չի ստացվել, եթե հանկարծ ձախող մեր թիմը կներեք։ Էս էր։ Բանավեճերի լիքը ֆորմատներ կան աշխարհում։ Նա նայեք ուրիշ երկրներում այդ ոնց են անում ոգեշնչվեք, տուպը թխեք իրանցից, որ գոնե ինչ որ իմաստ լինի։ Ու եթե ձեզ հանգարցվում էր, որ երկու թիմերը իրար շատ են ընդհատում, չէ, մենակ երկու թիմերը չէ, իրարել էին շատ ընդհատում։ Գնացել ենք, բանվորությունել ենք արել, աշխատել ենք, եսել ենք, արել ենք, ապրել ենք նորմալ մարդու պես։ Մեր արյունը կարմիրա, Ես մի բան չեմ հասկանում, ինչի քաշում Սամվել Կարապետյանի փողերը։ Չենք հաշվում փողերը, բանվոր ասենք ես դե Սամվել Կարապետյանը Կալինինոյի շրջանից որ դուրս է եկել միլիարդատ էր դուրս եկել։ Կներեք ինքը եւ ձեր ասած բանվորության եւ տարբեր ճանապարհներով Ինչ որ բան հասկացա։ Ես հասկացա, որ շատ քիչ ժամանակ է մնացել ինչ որ բան հասկանալու համար։ Բայց չհանձնվես։ Գիտես, երբեք չհանձնվես։ Ինչպես հանձնվեցին բանավեճի վարողները։ Տիկին Մելյանը չի ավարտել։ Ես նրանում մեղավոր չեմ։ Ես մեղավոր չեմ, որ արկելը ծերել եք այս։ Ստատյոկները այսպեսին են մեծ բանավեճը։ Ձեզ համբերություն, հələ դիմաց 2 ամիս կա կհանդիպենք։ Դե շո, մնաց մի 50 օր սովորելու թե որ ինչ որ կառուցվածք ունենա, ինչ որ հարցեր տակ, որը 10 հոգու չի հետաքրքիր այլ լայն հանրությանը, չէ՞ որ դուք հանրային եք։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում ուրախ ավտոբուսը ներխուժում է այն մի քանի գյուղը, որտեղ դեռ չէր ներխուժել, եւ նաեւ բարձում ենք այլ նոր ուժերի անելիքները։ Երկու լավ լուր արև եւ եկամուտ սիրող մարդկանց համար։ Նախ Solar Holding-ի արևային պանելները ձեր փոխարեն կկլանեն արևը եւ այն կդարձնեն էլեկտրաէներգիա։ Իսկ երկրորդը Հայաստանում տարեկան լինում է 300-ից ավել արևային օր, նո այս մի քանի հորի օրերը չեն քաշվում։ Նենց որ մի թողեք արևը անիմաստ պսպղա բոլորի համար, օգուտ ստացեք։
Շնորհամուտ։ Մերսի, համեցի։ Սովեն բլենդեր դեռ չես առել։ Չէ, բլենդեր հենց այդ մի բանը չունեինք։ Մերսի։ Շատ հավանեցի։ Մերսի։ Ճաշակովա։ Մերսի։ Կներես։ Էգան։ Ո՞ւր։ Կոմունալները։ Վայ կորա 15000 լույսը, գազը 57000։ Կներես։ Թխի դոգա, ինձ էլ հեսնոր մեյլ եկա, որ 57000 կուտակել եմ։ Այսինքն, Չգիտեիր, հեծը ամեն ամիս հաշվից պարտաճանաչ նստացնում է։ հələ անկեղծ ասա, այդ պաշտոնը ստացել ու քեզ լավ են նայում։ Բա ինձ սազեց։ Solar Holding-ից արևային պանելներ եմ առել, տեղադրել եմ ու հիմա մայր բնությունը աշխատում է իմ համար։ Այդ մայր բնության համար է կտաս։ Իհարկե, ուղղակի իմ մոտ ինքը Solar Holding անունով է գրանցած։ Եվ այսպես ընտրություններին բան չմնաց եւ ուրախ ավտոբուսը շփոթել Երևանի այն բոլոր մնացած դժբախտ ավտոբուսների հետ շարունակում է ուրախ մագլցել Հայաստանի մարզերը։ Ու քանի որ երկիրը դեպի շատ փոքր է, արդեն որոշ մարդկանց դեմքով ճանաչում է, որոշ մարդիկ իր աշկի առաջ են մեծացել։ Շատերի հետ պարզվեց սա առաջին հանդիպումը չէ։ Դու են առաջի դասարանցին ես, որ լացում էիր։ Սևանի դպրոցը միշեցի։ Սեպտեմբերի 1-ին գնացել էի դպրոց։ Չէ, դու էի։ Այն որ սենց կանգնացես լացում էր, ասում էր, չեմ ուզում դպրոց։ Հիշում ես, դպրոցի բակում զեզ Արա դե հա հիշում է, այդ երեխան մի տարի է փորձում է այդի մոռանալ, պետք է տրավման անդադ հիշացնել։ Չէ, բայց հիշում ես, այն դպրոցի կողքած չեմ ուզում դպրոց։ Հիշում ես, բայց Հիշեցի։ Չէ, ճիշտ եմ, չէ հիշում։ ինձ թվում է երեխան դա երբեք չի մոռանա։ Ու դուք էլ հիշեք, երբեք չհուզվեք, եթե ձեր շրջակայքում կա վարչապետ, որտեղ միջև կյանքի վերջ ձեզ տենալու է եւ հիշեցնելու է դրա մասին։ Թողը մեկ որ մի խոսքով, հա։ Նիկոլը հանդիպես նաև արցախցիների, ովքեր շատ լավ էին տրամադրված, ի տարբերություն մետրոյի հանդիպած արցախցիների։ Եվ ուժեղ երան, ժողովուրդին միշտ ծառայես։ Շնորհակալ եմ։ Ոչ թողը ժողովրդին։ Այս ժողովուրդը սաղ չարչարված ժողովուրդն։ Հա, զանգ ղեկավարությունը Ինչու բաց չթողնես։ Եթե սիրում ես, բաց թող։ Եթե սիրում է, կվերադառնա։ Ու նորից ծանոթ դեմքեր հանդիպեց։ Չէ։ Խելացի անասնագոմից մինչև խաղադաշտեր վարչապետի տեսադաշտում կրկին հայտնվեց արդեն ծանոթ փոքրիկը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց նախընտրական ծրագրով նախատեսել են Հայաստանի 100 վայրում կոմբինացված խաղահրապարակներ կառուցել։ Լիքը խաղահրապարակներ կկառուցենք, մենակ էլ չլացես, ոնց որ անցած։ Հիշում ես։ Հաջորդ հանդիպումը։ Վեր։ Okay, sorry։ Հաջորդ հանդիպումը Գագարինում էր, զուգադիպություն, տիեզերագնացության օրներ, չգիտեմ իրականում, բայց Գագարինում ոչ մեկին չէր հիշել, դրա համար որոշեց նկարվել, որ երևի հաջորդ անգամ որ գա այդ նկարվելու ընթացքում խնդրում եմ երեխեք հանկարծ չլացեք, թե չէ միջև կյանքի վերջ հիշացնելու է։ Հենա մեծ ֆոտոյով։ Էլի բացեք մի հատ ծաղս նկար։ Եղբայր, մեծ ֆոտոով կդնենք, լսում եք, հետո ինտերնետում կդնենք, ինտերնետից կվերցնենք։ Շարվեք, դասավորվեք, եկեք։ Չէ տեն շատ եղբայր, շատ փոքր ես նկարում, մեծ նկարի, բայց նենց որ Երևան, մի քիչ նենց, կոկո։ Մի քիչ բացեք բանալ։ Մի քիչ էլ հերվից նկարվեք, որ Երևակ նկարի մեջ նենց, ոնց որ ձեզ տեսնում էր Յուրի Գագարինը վերևից, սենց մի 200 մետր էլ որ գնաք, նույն պատկերն անելու։ Որոշ քաղաքացիներ ջոկել էին Փաշինյանի թույլ կողմը եւ շատ լավ պատրաստված էին։ Ուտելիք էին բերել։ Մի վագոն ուտելիք էին բերել։ Պարոն վարչապետ, Հաջա։ մենք sense մեր սիրուն բան ենք կազմակերպել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ է։ Որոշել ենք sense դիմավոր ենք։ Շնորհակալ եմ շատ։ Չէ, բայց դա չէ էլի։ Ինչի։ Նոր բացելուց ընկավ խաղաղության նշանը։
Խաղաղությունը վրից ընկել էր ու հենց այդ մեկը պետք է վերցնել։ Ոչինչ են թարմ խաղաղության նշանով թիք են վերցրեք։ Որովհետև վարչապետը պետք է զգա խաղաղության քաղցրությունը։ Որովհետև խաղաղությունը ինքնից քաղցր բան է, որ առաջինը որոշեց հենց այդ կտորը ուտել։ Էս է լա ուտելու։ Հա, մարցիպանը։ Էտել է ուտելու, բաժակնել է ուտելու, մենակ խնդրում ենք սիրելի քաղաքացուն չուտեք։ Բայց եղան նաև շատ դառը հանդիպումներ։ Մեգան տղե շուշիը ազատագրմանը Որտեղ չթողեցին գա։ որ թաղը երևի Որտեղից։ ամուսնուս թաղման Որտեղ է ինքը բանտում, հա։ չէ Բա, խապեցին տարանը իբրե աշխատելու Ուկրաինա կռիվը կապ չունե ոչ մի բան չունե Դե շատ ցավալի դեպք է, կարա թվա, որ հիմա շատ բարդ խնդրանք է ելնելու։ Բայց խնդրանքը այդքան Ուկրաինայի կռվի հետ կապ չուներ։ օգնեք գոնե բաղնիսը սարքեն լողանը վայ։ խնդրում եմ Մի րոպե։ խնդրում եմ Հիմա չեն թողնի Մայրիկ ջան, չէ, տեսեք։ մայրաբար խնդրում Հա, եմ բայց Շատ անսպասելի շրջադարձ։ Բայց բաղնի սարքելը ընտրություններից առաջ կարա նյութական օգնություն համար։ Արա կարող է դրա համար են Գյուրջան փողոցը որ բաղնի կա դառը տենց չեն սարքում, որովհետև բանը։ Չգիտեմ, Նարեկ, բայց տատին մայրաբար սպառնաց։ հասկանում, օգնեք Մայրիկ ջան, հասկանում։ հասկանում ես կգամ ձեր տուն Եք։ Շտապ սարքել մորքուրի բաղնիսը։ Շտապ դուրս են գալիս գյուղերից եւ մտնում ենք մեծ քաղաքականություն։ Հովիկ Աղազարյանը ներխուժեց դեմն բոլորին իր շտապ եւ բացեց բոլոր քարտերը։ Առաջին մարդ եմ կենթանի, ով սիրում է ուտել, տաղտեր, քնել, հանգստանալ։ Ըհն, իսկ բոլորին դեմը դա չգիտեր, դրա համար սեղանին ոչ մի ուտելու բան չկար, խաշլամի ջուրն ինչն է, որ մի բաժակ չեք դրել։ Իսկ հայրենիքը որտեղում է Աղազարյանի համար։ Հետո նոր ամուսին, ընկեր, հայր, Վերջում է նոր հայրենիք։ չէ, չորտել հայրենիք։ Դե կարևոր է, որ հայրենիքը քնելու եւ հարիսայի արանքում ինչ որ միտեղ կա։ Դե կարևորը ջեր մտնոլորտում անցավ հանդիպումը չհաշված մի քանի սրացումների։ Այսինքն ոչ Նիկոլ Փաշինյանը պետքա վերարտադրվի, ոչ էլ իր տեղը պետքա գա, օրինակ Սամվել Կարապետյանը անի այդ փոփոխությունները։ Այդ փոփոխությունները մենք պետք է անենք։ Եթե քեզ թվում է, գալեսեք։ Այդ զուտ որ դու ասեմ։ Եթե քեզ թվում է, դες ջոյն աշկերով դες խոսպես բանսան մեծ տելևիզոր դες խոսած եւ տարածություն կուննա լսարանների վրա։ Դա սխալություն է։ Ձե հանդեպ ջոյն Ժղային հայացքը Աղազարյանի պինդ գլխին փշրվեց։ Ընկավ ու փշրվեց։ Այդ ընթացքում դեմը շարունակում է թափ հավաքել։ Նրանց միացել է Սերգեյ Տիգրան Խզմալյանը։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը որոշում է ընդունել մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին բոլորին դեմ եմ շարժման ցուցակով։ Որովհետև բոլորին դեմ եմ, որոշ բաներին կողմա։ Նորմալ է սա։ Jesus Christ։ Մարդիկ սպասում են։ Որովհետև բոլորին դեմ եմ, որոշ բաներին կողմա։ Հայաստանի Եվրոպական կուսակցությունը որոշում է ընդունել աջակցելու եւ մասնակցելու ընտրություններին այն ուժի հետ, որը անձինս բոլորին դեմ եմ շարժման, կողմ է մեր երկրի, մեր քաղաքական դաշտի արմատական ժողովրդավարացմանը։ Այ հիմա իշխանությունը թքեց հայտիկին։ Բացի բոլորին դեմից պայքարի մեջ է նաև նոր ուժը։ Որ ուժը։ Նոր ուժը։ Որոշ հարցերում, մի քանի հարցերում իշխանության հետ տարաձայնություններ ունի, այ օրինակ ակադեմիական քաղաքին դեմ է։ Բայց ես չեմ հասկանում դա ինչի ուսանողությանը ինչի եք հանում Երևանի կենտրոնից։ Ինձ հաճելի է, երբ որ Երևանի կենտրոնում ուսանողներ են, երիտասարդներ են։ Ինձ էլ է հաճելի, երբ շուրջ բոլորը երիտասարդներ են ֆրֆռում, բայց նաև հաճելի է, երբ բարեկամությունից օպերա 40 րոպեից քիչ հատևում հասնելը։ Նենց որ երիտասարդները թող գնան ակադեմիական քաղաք, եթե անկարծ կարոտենք երիտասարդներին, կգնանք այնտեղ սուրճ կխմենք, քեբաբ կուտենք։ Մի խոսքով նոր ուժը առաջարկում է երիտասարդներին պայել քաղաքում, իսկ պարքեավաճառները cancel անել։ Ինչու՞։
Հեղափոխական թիմը, նաև որի մասնիկն եմ ես եղել, նաև ամբողջ ժողովուրդը 100,000 մարդիկ, բայց ի վերջո ովքեր կառավարման են անցել, էլի։ Ինչ էր ասում էր մենք գալիս ենք որ ժողովուրդը լավ ապրի։ Մեկ էլ ես որ հեղափոխական թիմը պաշտոններ են բոլորը ստանձնում, մեկ էլ ես եմ պաշտոն, բայց ընտրությունների միջոցով ժողովուրդը քվեն տալիս է պաշտոնը ստանձնում են, մեկ էլ ես տեսնում եմ, որ այս հեղափոխական թիմը շատ արագ, շատ արագ, էլի, չգիտեմ ինչ օրեր թե ամիս, չեմ հիշում ոնց։ Մեկ էլ տնում 1.5 միլիոն դրամի չափով գումար են ստանում, այսինքն իրենց աշխատավարձ պլյուս մի հատ մեծ պարգևավճար։ Նայեք, ստեղ շատ նուրբ մոմենտ կա։ Եթե Նիկոլի հեղափոխական թիմում բոլորը ունենային Մարտա 35 բնակարան Չեխիայում, երևի պարգևավճարի հույսին չէին մնա, բայց քանի որ հեղափոխական թիմում մատերի վրա, մի ձեռքի մատերի վրա կարելի է հաշվել մարդկանց, ովքեր Չեխիայում 39 բնակարան ունեն, ինչ-որ կոնկրետ մարդու է ակնարկում։ Երևի չէ, ընդհանուր եմ ասում, քանի որ հեղափոխական թիմի մեծ մասը սոված էին, այլ ոչ թե 135 տուն ունեին Չեխիայում, ինչ որ կողքից եկամուտ էր պետք, որպեսզի նրանք կոռուպցիոն մտքերի չտրվեն։ Չգիտեմ որքանով դա հաջողվեց, բայց ես ու Մարությանը քո հետ համաձայն չենք։ Ինչ է կատարվում։ Ես նախ դրա հետ համաձայն չեմ, գտնում սխալ է։ Որտեղ սա հեղափոխական թիմ է։ Եվ չի կարող այդպես լինել։ Պարոն Մարության վերջը որ ծախսերը շատանում, իրենք պարտականություններն ավելանում, վերջիվերջո պետք է այդքան շոր առնեն, որ գնան հանդիպումների եւ այլն, հետո հոգնում են։ Ասեն ինչ կապ ունի։ Ու հիմա շատ ոչ պոպուլյար բան եմ ասելու, ի դեպ շնորհակալություն մեր պատրոններին, ում շնորհիվ կարող եմ ոչ պոպուլյար բաներ ասել։ Նայեք, եթե մարդ ունի 145 բնակարան Չեխիայում ու մի քիչ ավելի քիչ Ավստրիայում, ինչպես պարզվեց այս հարցազրույցի ընթացքում, ապա այո, շատ հեշտ կարող է նվիրվել հեղափոխական ծրագրին, կարող է չմտածել ոչ մի բանի մասին բացի նախարարական պարտականությունից, բայց եթե հեղափոխական ունի 3 հատ վարկ ընտանիք, ապա ոնց որ այդ մտքերը ընտանիք պահելու կարան իրան ահագին շեղեն իր գործը անելուց։ Վերջացրեցիր։ Չէ։ Նույնը 1 դրամ աշխատավարձով վարչապետ աշխատելու մասին։ Երևի, եթե ես էլ 4 միլիարդ դոլար ունենայի, օքեյ կլինեի 1 դրամ աշխատավարձով աշխատել։ Ասեմ ավելին, կարող է այնքան մեծաօքեյ լինեի, որ կասեի, այս մի դրամ ամսական թող բաղնիսները կառուցեն գյուղերում, ինձ դա կարող է այդքան մեծա, բայց քանի որ ես չունեմ 4 միլիարդ դոլար, կարծում եմ, որ օքեյ է, աշխատավարձ նորմալ ստանան բոլոր պաշտոնյաները։ Բայց ինքը էդ ասում, որ պրոֆեսիոնալներին օքեյ է պարգևավճար տալ, այլ հեղափոխական թիմը դա ուրիշ է։ Էլի կարա հեղափոխական թիմը նորմալ աշխատի։ Ոչ չեք ոդկաստ անում իր հետ, ես եմ ստեղ նստել։ Շատ հանգիստ կարա հեղափոխական թիմը աշխատի լավ ձևով, եթե ունի Չեխիայում 237 բնակարան, в общем, ես օքեյ եմ կաշառ չստանալու համար մեծ պարգևավճարներ տալու, ոչ պոպուլյար կարծիք։ Թող Սերժի հեղափոխական թիմից Գագիկ Բեգլարյանը ստանար 2 միլիոն պարգևավճար ամեն ամիս, բայց մենք այսօր ունենք հյուսիս-հարավ fucking ճանապարհ։ Նենց չի որ այդ պարգևավճարը ինքը տենց կանխում է կաշառակերությունը։ Երբ որ դու ստանում ես, ենցենք 1.5 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, բայց դու հնարավորություն ունես այդ ամիս աշխատելու 2 միլիոն դոլար, այդ 2 միլիոն դրամը շատ արագ դառնում է ծիծաղելի։ Հոգիս, եթե դա ծիծաղելի է, էլ խիեն իրանք իրանց պարգևավճարը գրում, այն մի քանի միլիոն դոլարը թող վերցնեն, խիեն խայտարակ լինում պարգևավճարներով։ Որ ոչ ոք չկասկածի, որ միլիոններ են, դու մտածեն իրանց հույսը պարգևավճարի վրա է։ Մինչ այդ Control Z, Gen Z եւ այլ Z երիտասարդ հաղորդավարները մի քանի անհարմար հարց տվեցին Հայկ Մարությանին, անհարմար։ Ձեր տղաները Հայաստանի քաղաքացիներ չեն։ Այո, Հայաստանի քաղաքացիներ չեն։ Բայց այսինքն պատկերացնում եք, պարոն Մարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի երեխաները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին պարտադրի զինվորական ծառայություն չեն տանում կամ մի րոպե, իմ առաջնեկը աղջիկա։ Գիտենք։ Աստված պահի, բայց Gen Z-ենք, ընդհանրապես Gen Z-ենք, ասում են, որ տնեցիքից, բացի ձեզանից էլ ոչ մեկ այս երկրի հետ կապ չունի, ուրիշ երկրի քաղաքացիներ են, այսինքն ձեր որոշումները պրավալ տակես երկիրը, խորտակեկես երկիրը ձեր ընտանիքի վրա ոչ մի ձև չի անդրադառնում, ասենք բանակի ծառայությունը դարձնեք 5 տարի, ձեր 3 տղաների վրա вообще ոչ մի ձև չի անդրադառնում դա, այդ են փորձում ասել երիտասարդները։ Լավ, ինչ ես ընկել հետևից, ժողովուրդը մեկը Հայկի շատ սիրում է։
Հա։ Բայց ես բան չեմ ասում։ Ջենզիենք են ընկեր հետևից։ Հենա նույնիսկ Շարմազանովներ հիշել Հայկոին։ Հիշում եք նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ասածները։ Կարծեմ ձեր եթերում էլ էր ասում։ Ինչ SMS-ներ ստանում, ինչ խնդրանքներ կան։ Հա, շատ լավ բան հիշացրեց ու մեկ-մեկ երբ ընդդիմադիր քաղաքապետ ասում է, որ չարաշահումներ ա եղել իշխանության կողմից զանգել են, փորձել են ազդել ապօրինաբար որոշում կայացնելու վրա, հետո նաև անոններ ա տալիս, հետո գործ ա բացվում, հետո process ա գնում, բայց դեռ սպասում ենք։ Այդ ընթացքում ոչ ընդդիմադիրի լավ էլ իշխանական քաղաքապետը շատ զայրացավ, երբ իմացավ ավտոբուսներում ինչ ա կատարվում, կարելի ասել ափերից դուրս եկավ։ Ինչպես Գյուրջան փողոցը անձրևից հետո։ Ինչպես Գյուրջան փողոցը անձրևից հետո։ Ուզում եմ առաջին հերթին իմ հիացմունքը հայտնել մեր վարորդների զսպվածությամբ։ Բա ուր է ափերից դուրս գալը։ Նախ հիացմունք, իսկ հետո ափերից դուրս գալը։ Ինչպես Գյուրջան, ոչ հասկացեք, որ Գյուրջանում խնդրեմ կա։ Մնացյալ քաղաքացիներին խնդրում եմ աջակցել վարորդին այս գործում, որովհետև հերիք եղավ, բոլ եղավ։ Դե բավական զուսպ ափերից դուրս գալի։ Նու համեմատած Գյուրջան փողոցի հետ, հա։ Հիշեցնեմ, որ տրանսպորտային բարեփոխումից հետո պարզվեց, որ ժողովուրդը մի հատ անորակ չվճարող, խափող, գցող, ցանկացած սողանցք օգտագործող ժողովուրդ է, այսինքն ոչ մի նոր բան չպարզվեց։ Ու դե երբ այդ փող գանձելը գցեցին վարորդների ջեբը, այսպես տեսարաններ սկսվեցին։ Դե պետքա վարորդի լիազորությունների մեջ բացի վարելուց, գանձելը վերահսկելուց նաև ներառել պարեկային լիազորություններ, որ միանգամից տանի քաղմաս այդ մարդկանց։ Ավինյանը ավելի նուրբ միջոց է առաջարկում, ուղղակի ամոթանք։ Վիդեոները նայում ես, երիտասարդ աղջիկներ են վերջին iPhone-ներով։ Ամոթ է, ժողովուրդ ջան։ Կամ ասենք մեծ մարդիկ են, երիտասարդ տղամարդիկ են, կանայք են, չոր միջին տարիքի, հələ մի հատ իրավունքներից են խոսում։ Ինչ իրավունքից եք խոսում, սիրելիներս։ Ինչ իրավունք։ Միակ իրավունքը, որ այդ տեսակ մարդը ունի, ամոթից գետնին նայելն է։ Այդ իզուր առաջարկեցիք, որտեվ հիմա չվճարողները ուղղակի տոպացած դուրս գալիս ամոթով կնեն ներքև ու դուրս կգան։ Բայց դու չզգացիր, որ նուրբ իրա խնդրեմը գցես նաև մեր ջեբը։ Հիմա մենք պետք է կռիվ տանք, չվճարողների հետ վարորդին ասել խի։ Մնացեք մեզ հետ։ Ամբողջ քաղաքը պրոբկաներով գնում մի կերպ հասնում է օֆիս, լույսը որ կտրում են, գործը կանգնում է, կաֆե գնալու ժամանակ չկա, ստիպված delivery են անում։ Այդ ձեր մոտ կարող է լինել այլ կերպ, եթե հենց հիմա զանգահարեք եւ ամրագրեք ձեր հարկը լույսեր բիզնես կենտրոնում։ Իրա ջիմով, ֆուտբոլի դաշտով, մշտական ջրով եւ լույսով եւ սննդի ժամանցի վայրերով։ Էլ ինչ եք ուզում աշխատավայրից, գնեք ձեր հարկը, քանի ձեր մրցակիցը ննջում է էշիականջում։ Ձեզ հիմա երևի հետաքրքիր է ոնց մենք դարձանք բանվոր։ Դա հասկանալու համար պետք է մի քանի շաբաթ հետ տեղափոխվել։ Հնարեք լույսեր բիզնես կենտրոնի սցենարը պրծար։ Սաղ գիշեր վրան աշխատել եմ, չի տեղավորվում իրանց սաղ ուզած բաները մի ռոլիկում։ Քանի րոպե կանգնեց։ 12 րոպե, 48 վայրկյան։ Շատ երկար է։ Բա համ ուզում են, որ ասենք 13 հարկ է, բայց ամեն ընկերություն գնում է 9 հարկերից մեկը, որոնցից յուրաքանչյուրը 832 քառակուսի մետր է, բայց մեկը այտենց 500-ոտ է։ Այն մնացած հարկերում լինում է բժշկական կենտրոն, մարզասրահ, ռեստորան, կաֆե, ֆուտբոլի դաշտ։ Ֆուտբոլի դաշտը կարանք չասենք։ Չենք կարա, կես բար փոխում ես իրանց մարքեթինգի մենեջերը զանգում է, սուպեր քթիմազ է։ Այն օրը գրել էի, որ Լենինգրադյանի հարևանությամբ միանգամից զանգեց, ասում է, չէ, արդեն քրքորյան է, շուտ փոխեք, թե չէ խայտարակ եղանք։ Իսկ կարանք այն մասը հանենք, որ մշտական ջուր ու լույս ունեն։ Երանի կարանայինք, պարզվում է չէ, շատ կարևոր է, որ ասենք, որ իրանք սեփական գեներատորներ ունեն, բլա բլա բլա, հա ու պանորամիկ պատուհաններ գեղեցիկ տեսարանով։ Շինի հրաժարվենք այս ռոլիկից։ Չէ, որտեվ փող արդեն ստացել ենք ու ստացել եմ։ Ու այդպես մենք դարձանք հայոց երկրի հայ շինարար։ Լավ սուս եկավ։ Տեմպով տագեք, տեմպով։ Սամսո, են տագեք պետք են, թե տանեմ լույսեր թագամաս գործ կա անելու։
Այսքանն էր այսօր Arm Comedy։ Վերջում գիտեք օրվա վիդեոբոցը։ Իմ լատունից է հիմնականում լու։ Առաջ գիտես ինչ էր, որ ես Ռոբերտո Կավալի հետ ընկերություն էի անում։ Երկար Ռոբերտո Կավալի, Versace ուղղորդիկ։ Ամփոփելով մեր են մեծ ինտրիգային լուրը առաջինը իմանալու են Patreon-ին միացածները։ Այսօր, նենց որ հլը շանս ունեք դուք էլ դա լինեք, իսկ մնացածը, всё։ Մնացածը արդեն մնացած թեմաներից էլ ենք այսօր խոսալու Patreon-ի մեջ, որտեվ տեղ չարեց։ Լիքը բան, ուղղակի տուպը տեղ չի անում հաղորդման մեջ։ Մենք ստանում ենք նաև բազմաթիվ հորդորներ մեր պատրոններից, որ մի քիչ ավելի հաճախ արեք հաղորդումը։ Իրականում այդ երկար է հաղորդումը զգացել եք։ Իսկ կարող է մի հատ գոնե ավելացնենք, ասենք։ Հիմա ժամանակի հետ, կարող է եւ մայիս որտեվ իսկական սաղ չի տեղավորվում։ Միացեք Arm Comedy Patreon-ին եւ այսուհետ ածխաջրերը ոչ թե ձեզ կչաղացնեն, այլ հակառակը լավ կնիհարացնեն։